Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին այս պահին դերևս կալանքի որոշում չկա, բերման են ենթարկել, այո, ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու այդպես դիմակավորված ազգային անվտանգության ծառայության մարմիններն են դրանով զբաղվում, կարծես Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա է այս ամբողջ գործողությունը, ճիշտն ասած ինձ համար անընդունելի է, որ բարձրաստիճան պաշտոնյան հայհոյանքի համար օրինակ դիմում է իրավապահներին եւ դրա արդյունքը դառնում է podcast-ի հեղինակներին կամ այսպես կոչված լրագրողներին բերման ենթարկելու առիթ։ Թեև հասկանում եմ նաև, որ այդտեղ իրապես խուլիգանության տարրեր կան եւ բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հանրային պաշտոնը հենց այն զոհողությունն է, որ դու պիտի պատրաստ լինես նաև տևական այսպիսի երևույթների եւ ինքը լրագրողական համայնքը պիտի ժամանակի ընթացքում իր մեջ կարգավորող ուրեմն մեխանիզմներ ունենա, այո, գործողությունների, մեխանիզմների ինքը ենթարկվի եւ դուրս դնի ընդհանրապես այս խոսքի հնարավորությունը մեդիա տիրույթում։ Այնպես որ կարծում եմ, որ այս գործողություններով չի մաքրվելու մեր մեդիա տիրույթը եւ ընդհանրապես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների նախագահին եւ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին հայում են նրանց հակառակորդները կամ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող բլոգերներ եւ podcast-ի հեղինակներ եւ դա այն զոհությունն է, որ քաղաքական գործիչները պիտի դրսևորեն եւ այդ զսպվածությունը պիտի հանդես բերեն ու հանդուրժող լինեն այդ խոսքին նաեւ այսպիսի դրսևորումներին։ Սա ինձ համար դերևս մնում է անհասկանալի, ես հույս ունեմ, որ պարզաբանումներ կլինեն հետագայում, բայց ես մի ուրիշ հարցով եմ շատ անհանգիստ։ Գիտեք, դրան նախորդած օրերին մենք անդադ քննարկում էինք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հարցազրույցները, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իլուր աշխարհի Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու վերաբերյալ հայտարարություններ անում։ Ես տեյության Հայաստանին պատերազմ հրահրելու մեղադրանք էր տալիս։ Ուրեմն Հայաստանի դեմ կարելի է հայել, կարելի է ցուցմունք տալ, պատերազմի մեջ հրահրել, սուտ մատնություն ըստ էության անել Հայաստանի դեմ։ Եվ դրան չհաջորդի ԱԱԾ հատուկ այս ծառայությունների գործողությունը, բայց մի հայհոյանքը ազգային ժողովի նախագահի նկատմամբ պիտի արժանանա այսպիսի վերաբերյալ։ Այնտեղ կարծիքի անվանտակ կարող է գնալ։ Չգիտեմ կարծիքը որն է, ինձ համար կարծիք չի, դա պետության ղեկավար, նախկին ղեկավարի արտաբերած հայտարարություններ են, որոնք չեն կարող անհետևանք մնալ։ Բա եթե Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին այդքան համարձակություն ունեք բերման ենթարկել այսպես հրապարակավ դիմակավորված այս խմբերով, բա ոչինչ բան չունեք ասելու Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը պիտի շարունակի, այսինքն նորից իր սեփականություն հանդիսացող հյուրանոցներից ասուլիսներ եւ հարցազրույցներ տալ, փոխանակ բանտախնդում ցուցմունք տա։ Լավ, այդ դեպքում ինչպես եք դուք պատասխանում ձեր իսկ հարցին։ Ես գիտեմ, որ լուրջ հաղորդավարների կարող են, իսկ Քոչարյանը իրավական քաղաքականության հետ մենք լրջագույն խնդրեմ ունենք, վերջերս վարչապետն էլ այդ մասին խոսում էր, թեև առաջի օրից ընդհանրապես հեղափոխության հիմքում արդարության հաստատման խոստումն է եղել եւ ժողովուրդը ակնկալելով, որ արդարություն պիտի վերագտնի, դրա համար է դուրս եկել փողոց եւ դա տեղի չի ունեցել եւ ընդհանրապես մեր դատաիրավական համակարգը, իրավական համակարգ առանձին, դատախազություն, քննչական մարմիններ, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ հատկապես դատական համակարգ դեֆորմացված վիճակ է։ Մենք հիմա անընդհատ հանդիպում ենք մարզերում, գյուղերում մեր քաղաքացիների հետ, ամենահրատապ հարցը այս պահին հենց արդարության հարցն է։ Ինձ կախակն գյուղում, որը ամենամեծ հարձակմանն է ենթարկվել 2022 թվականի սեպտեմբերին եւ 300 հոգանոց գյուղը հիմա դարձել է 50 հոգանոց։ Այդ գյուղի այդ 50 հոգանոց
բնակիչների մեծ մասը ինձ ասում էր մենք խաղաղություն չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում։ Մեր պետությունը արդարություն է պարտք մեր քաղաքացիներին։ Մենք դա չենք կարողանում տալ մեր քաղաքացիներին։ Վազգենը Սաղաթելյան ու Նարեկը Սամսոնյան հետաքրքիր չեն մարզերում եւ գյուղերում։ Այս հարցերը չպիտի լինեն մեր լրատվության եւ լրահոսի առաջնորդողները։ Մենք շատ ավելի կարևոր արդարության հետ կապված խնդիրներ ունենք, որոնք վերաբերում են մեր պետության հիմքերին, վերաբերում են ժողովրդավարության հերանեկարներին։ Այստեղից եւս։ Իհարկե, բայց ես չեմ ուզում, որ մենք կենտրոնանանք ազգային ժողովի նախագահային հասցեագրված հայոյանքների մասին։ Մարդիկ տարական արդարության չեն կարողանում հասնել դատարանում եւ գնում է ինքնադատաստանի ճանապարհով լուծելու եղանակն է դառնում ամենաընդունելի եւ ամենավերջին միջոցը արդարության հասնելու։ Սրան ընդհանրապես դատական համակարգը պատասխան ունի, որովհետեւ կերպ պատրաստվում է արձագանքել։ Իսկ իրավապահները, որ կանխարգելիչ գործառույթ ունեն, դա չեն անում, հələ այդ մի կողմ, այսինքն օպերատիվ ծառայությունները անհրաժեշտ աշխատանքը չեն կատարում, բայց ինչու է բանը հասնում սրան, որովհետեւ դատական կարգով մարդիկ չեն հավատում, որ կարող են արդարության հասնել, որովհետեւ չեն հավատում, որ դատարանում կարող են իրավունքները պատշաճ կերպով պաշտպանել եւ ամեն ինչ հասնում է այսպես փողոցային հաշվեհարդարների։ Ուղիղ եթերում մենք կամերաներով տեսնում ենք, թե ոնց են մարդիկ իրար սպանում։ Եվ մինչև երբ հասա ձգվելու։ Եվ սա արդեն պետության հիմքերին հասցվող հարվածներ են, որովհետև նոյեմբերի 9-ին Գերմանիայի իդեպ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մի բացառիկ ելույթ ունեցավ, որտեղ խոսում էր ծայրահեղ աճ տրամադրությունների գնալով, այսպես պոպուլար դառնալու մասին Գերմանիայում, որը ոչ միայն գերմանացիներին պիտի հուզի եւ հուզում է, այլ ամբողջ եվրոպական միությանը եւ եվրոպական համայնքին ու ամբողջ աշխարհին, որտեղ այս տենդենսը, այս տրենդը գնալով ավելի ու ավելի սաստկանում է։ Իսկ ինչ են անում այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության անդամները, ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում ժողովրդավարությանը, ազատություններին, պետության հիմքերին, պետականությանը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ասում է, որ այսպես այլևս չենք կարող շարունակել։ Եթե անհրաժեշտ է եւ եթե վերջի միջոցը այս ուժերին ուղղակի փակելն է եւ արգելելն է, ուրեմն պիտի դիմենք նաեւ այդ միջոցին։ Եվ ես կարծում եմ, որ սա պիտի լինի մեզ համար դասագիրք եւ ուղեցույց, թե ինչպես պետք է մեր պետությունն ու ժողովրդավարությունը պաշտպանենք, մեր պետության հիմքերը եւ սահմանադրական կարգը։ Իսկ այս գործողությունը չեն կարող թույլ տալ, որտեղ սրանց գործողությունները պերմանենտ ուղղակի հարվածի տակ են դնում մեր երկրի հիմքերը, պետության հիմքերը եւ ժողովրդավարությունը։ Իրենց թիրախում մեր պետականությունն է եւ ժողովրդավարությունն է։ Չկա ժողովրդավարություն, չկա հայկական պետականություն։ Իրենք թքած ունեն հայկական ժողովրդավարությունը։ Իրենք այ ուզում եմ հասկանամ ով է այդ իրենքը։ Ես կոնկրետ երկու երիտասարդների մասին եք խոսում։ Բայց ես իմ հարցը կառուցեցի իրենց պատվիրատուներն են իհարկե թիրախում։ Իսկ գործողությունները նրանց նկատմամբ ինչպես են տեղավորվում ժողովրդավարության ժողովրդարական պետության։ Ես մտահոգված եմ եւ ձևի, եւ ընդհանրապես երևույթի նկատմամբ։ Այսինքն ընդհանուր չգնահատում եմ ինչ-որ։ Կարծում եմ, որ ընդհանուր տարերային չկառավարվող իրավիճակ ունենք, որտեղ կարծում եմ, որ պետական պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ավելի զուսպ լինել իրենց հաղորդումների մեջ։ Բայց զուսպ չեն։ Դա արդեն ներողություն, նա կարող է հաղորդում տալ, բայց իրավապահ մարմինը գործողության է անցնում, չէ՞, ճիշտ է։ Պետք է իրավապահ մարմինը որոշի այդ դիմումի համաձայն այսպիսի գործողություն անում է թե ոչ։ Ես դրա համար եմ ասում եմ, որ իրավապահները թե թելադրված են նրանց գործողությունները ու իրավապահ համակարգը իր բուն գործառույթը, կանխարգելիչ գործառույթը եւ նաեւ բերման ենթարկելու, ինչպես նաեւ դատական ուրեմն process-ում մենք պատշաճ ուրեմն պրոֆեսիոնալիզմ եւ աշխատանք չենք տեսնում։ Մենք համակարգային ճգնաժամ ունենք, ամբողջ դատական եւ իրավապահ մարմինների, ինստիտուտների
ուղղակի դեֆորմացիայի հետ գործ ունենք, էրոզիայի հետ գործ ունենք եւ այս պայմաններում ասեմ ձեզ, որ վտանգված է հայկական ժողովրդավարությունը, այս պայմաններում ընտրություններին ընդառաջ իրավապահ համակարգի այս անպատրաստ վիճակը, դատական համակարգի այս անպատրաստ վիճակը, ուրեմն թողնված է ամբողջ ժողովրդի սթափ գիտակցությանն ու ուրեմն պատասխանատվությանը ես իհարկե հույս ունեմ որ մեր ժողովուրդը արժանի պատասխանատվությամբ կմոտենա այս բոլոր երևույթներին բայց մենք լրջագույն աշխատանք ունենք իրականացնելու ուրեմն դատական համակարգի հետ իրավապահ համակարգի հետ գիտեք նախորդին ես նախարարի հետ էի հանդիպում եւ նախարարը համոզված է որ մեր դատական համակարգին այլևս վեթինգ պետք չէ որտեվ կարգապահական բարույթներով կարծես իրենց հաջողվել է դատական համակարգի 60%-ին փոխել Ես ուղղակի զարմացած եմ, որտեղ իմ համոզմամբ այդ զտման գործընթացը պետք է շարունակվի ամենօրյա ռեժիմով եւ ամեն օր դատավորների բարեվարկությունը պիտի ստուգվի, նրանց կապերը քաղաքական ու քրեական շրջանակների հետ պիտի ստուգվի եւ դրանով մենք պիտի անընդհատ կարողանանք որակյալ եւ բացառիկ բարեվարկությամբ օժտված դատավորների ներկայություն ունենալ մեր դատական համակարգում դատավորների մի մասը ընդհանրապես անկախությունը ուղիղ է հասկացել իրենք մտածում են որ իրենք անկախ են պետությունից Մինչդեռ իրենք անկախ պիտի լինեն ընդհանուր պետական քաղաքականության մեջ իրենց գործառույթները իրականացնելիս իրենք չեն կարող առանձին մոլորակ իրենց համար ստեղծել որպես անկախ դատական իշխանություն պետության առաջնահերթությունները որի հիմքում նաև ժողովրդավարության պաշտպանությունն է պիտի լինեն ուրեմն դատավորների ուշադրության առանցքում եւ ասեմ որ դատական համակարգը եւս այստեղ անելիք ունի եւ իրավապահներին պիտի հարցնի ինչի է օրինակ այս բլոգերներին որոշել է ձևով բերման ենթարկել ուղղակի որպեսի նկարեք որ իրենց կարողանում եք այդպես ստորաբար ստորացնելով որպեսի ուրիշներն էլ նայեն ստորացնելով բերել դատարան եւ կարծում եմ որ այսպիսի գործողությունները կարող են ստվերել կարող են ստվերել ժողովրդավարության ընդհանուր պատկերին որպես եւ ընկալմանը Հայաստանի որպես մեկը չի կարող հերքել որ մենք ժողովրդավարական մեծ առաջընթաց ունենք բայց նաեւ չպիտի բավարարվենք դրանով ես կարծում եմ որ ընդհանրապես առաջընթացի մասին պետք չի խոսել պետք է անընդհատ ձգտել ավելի կատարելագործել